Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետքա չշարունակենք։ Երկրորդ այդպիսի ուժ գոյություն չունի։ Պատերազմի կուսակցությունն ասելով Փաշինյանը նկատի ունի բոլոր այն ուժերին, որոնք չեն հրաժարվում Արցախի մասին հիշողությունից։ Հայաստանի քաղաքական օրակարգում նա նոր ջրբաժան է գծում, փաստացի հայտարարելով, թե ինչի միջև պետք է ընտրություն կատարեն քաղաքացիները 2026-ի հունիսի 7-ին։ Եվ մենք պետք է շատ հստակ ընտրություն կատարենք։ Ղարաբաղի շարժումը շարունակում ենք, թե չէ։ Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, չի կարող ուրիշ կերպ լինել։ Շանտաժ են անվանում երևանցիները այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը։ Գլուխը քարն է տալիս, երեսն է պատովն է տալիս։ Սուտ է։ Դա վախացնում է ժողովրդին։ Ուղղակի այս 8 տարին ինքը միշտ էլ վախացրել է, եթե ինքը չլինի, ուրեմն պատերազմ ալնելու։ Սուտ է դա։ Միայն այդ ժողովրդին ճնշելու տարբերակն է, ուրիշ ոչ մի բան։ Եթե ով կարա ասի։ Այսօր քնում հելում են պատերազմը, եթե ով կարա ասի։ Պատերազմի համար ոչ մեկ չի կարա գարանտիա տա։ Ոչ մեկ, դեն մեկ Իրանում ինչա կա, Ամերիկայում ինչա կա։ Խո իրանք սահմանադրության հարց չունեին։ Ես չեմ կարծում, որ ինչ որ եթե ինքը չընդվի ուրիշ ղեկավար եկավ, այս խաղաղությունը պետք է քանդի, ես իմ ինչ անի, պատերազմ Ելով պետք է պատերազմի։ Ես իրան չեմ ընդունում, չեմ կարա իր մասին ոչ մի դրական բան ասել։ Ինքը ինչ անում է լրիվ կեղծ, թատերականացված, բեմականացում, մանավանդ իր այդ ավտոբուսը։ Հիմարությունով ատեսի գլխարկով նստեն ավտոբուսի մեջ երկեն բարեն։ Ոչ մի երաշխիք Հայաստանը չունի, որ խաղաղությունը կերկարաձգվի։ Ինքը այդ խաղաղության խաղաթուղթը խաղացնում է միայն այն բանի համար, որ ընդրվի, վերընդրվի։ Ռուս-ամերիկյան, եվրոպական, նատոյի բանը դրանք են որոշում մեր քաղաքականությունը։ Իր այդ կապան չունի։ Ինք մենակ գնում է ժողովի, որոշում արդեն պատրաստ է ամեն ինչ, ստորագրում է դուրս է գալիս։ Իր այդ կապ չունի բացարձակապես։ Ինք չի որոշում։ Մեր հարցման մասնակիցների միայն մի փոքրիկ մասն է Նիկոլ Փաշինյանի խաղաղության հետ նույնականացնում։ Մյուսները նրան պարտության, տարածքային ու մարդկային անդառնալի կորուստների հետ են ասոցացնում։ Մեծամասնությունը նշում է, ամենաշատ ռազմական գործողությունները, ագրեսիան նրա ղեկավարման տարիներին են եղել։ Ես ընդհանրապես այդ անձնավորությունը ոչ լսել եմ երբևէ, ոչ էլ ուզում եմ դրած հենը լսած լնեմ։ Պատուհասեր մեր պետության գլխին։ Ու իշքան շուտ դրան հեռացնեն, Ենքան մեր օգուտն է։ Ինքը թելադրանքով ամեն ինչ անում, Թուրքիայի և Ադրբեջանի։ Փաշինյանը արդեն հստակ հայտարարում է նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չի լինելու, որպեսզի կոնֆլիկտ չլինի։ Սա կոնֆլիկտի հռչակագիր է։ Եվ եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն կոնֆլիկտը անխուսափելի է։ Իդեպ խոսելով Արցախի մասին Փաշինյանը չի մոռանում հիշատակել նաև Արևմտյան Հայաստանը, գուցե ակնարկելով ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու ապագա օրակարգը։ Որտեղ մենք ասում ենք, որ ոչ թե պետքա պետություն ենք ստեղծում, ոչ թե այդ հռչակագրով, ոչ թե մեր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը ապահովելու համար, այլ մենք պետություն ենք հիմնում Լեռնային Ղարաբաղի եւ Արևմտյան Հայաստանի համար։ Նույնիսկ Փաշինյանին եւս մեկ անգամ ընտրել պատրաստ երևանցիներն են երկմտում։ Արժե արդյոք հանել անկախության հռչակագրին հղումը սահմանադրությունից։ Ինքը ամեն ինչ ճիշտ է անում։ Օրինակ խաղաղությունը, արտաքին քաղաքականությունը, ինքը ճիշտ է հասկանում դրությունը եւ ճիշտ էլ վարվում է։ Այդքան բան։ Դուք կողմ եք, որ անկախության հռչակագիրը հանվի սահմանադրությունից։ Չէ, կողմ չեմ, որտեվ դա Ադրբեջանի պահանջի հետևանքն է։ Դե տեսնենք, դիվանագիտությունն է, եթե կարողանա դա անցնի, շատ լավ կլինի։ Ամիսներ շարունակ վեհափառ հայրապետի ու եկեղեցու դեմ պայքարի համար Փաշինյանը տարբեր պատճառներ էր նշում։ Սկզբում կուսակրոնության խախտում, հետո այլ երկրի գործակալ լինելու այդպես էլ չհիմնավորված հայտարարություն։ Իշխանությունը համառորեն մերժում էր մեղադրանքները, թե կաթողիկոսին հեռացնելու արշավի իրական պատճառը Շվեյցարիայում միջազգային համաժողովին Գարեգին II-ի Արցախի բռնազավթման մասին հայտարարությունն է, որը դուր չէր եկել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլա Շուքյուր Փաշազադեին։ Նա նշել էր, թե հայ առաքելական եկեղեցին ռևանշիզմ է քարոզում։ Հիմա արդեն Փաշինյանն է դրա մասին ուղիղ տեքստով խոսում։ Ես հստակ ասում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, այդ մնացածը Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մյուսներ տեղավորվում են այս տրամաբանության տակ։ Իշխանությունը փաստացի արգելում է խոսել արցախցիների վերադարձի իրավունքի մասին։
Այն որ ասում Արցախ պետք է չանունը չլինի, ես իմ ինչը չլինի, չի կարա դա չլինի։ Մեր հուշերում է մնացել։ Ինչի մեր տանը Արցախի քարտեզը խփած է, հանենք, փոկենք, թափենք, գցենք։ Չտանք Արցախ անունը։ Հա? Արցախը մերն է։ Ով ինչ կուզե թող ասի։ Նախագահ է, վարչապետ է, հետագա վարչապետ է, Արցախը մերն է։ Իհարկե հայկական է, պիտի վերադառնա 115,000-ը։ Փաշինյանը այլևս չի թաքցնում իր մտադրությունը, առաջիկա ընտրություններին նա ժողովրդից վստահության քվե է ակնկալում հայկական Արցախի էջը վերջնականապես փակելու համար։ Եվ ժողովուրդը առաջիկա ընտրություններով պետք է ասի, մենք շարունակում ենք Ղարաբաղի շարժումը, թե չի շարունակում։ Որտեղ եթե շարունակում է Ղարաբաղի շարժումը, այդ նշանակում է, որ Կտրիչ Ներսիսյանի բուրգի ներքո գտնվող ուժերի օգտին պետք է քվեարկի, եթե չի շարունակում Ղարաբաղի շարժումը, պետք է քվեարկի քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, որտեղ Քաղաքական գործիչներն ու փորձագետները Փաշինյանի այս քաղաքականությունը մանիպուլյատիվ են համարում, ասում են իրենք ոչ թե պատերազմ, այլ արժանապատիվ խաղաղություն են ուզում։ Ինքը ուզում է այնպիսի խաղաղություն, որի ընկալումը ժողովրդի կողմից լինի հետևյալը։ Այս Նիկոլը եթե չի լինի, հաստատ պատերազմ է։ Բայց իրականում մեզ պետք է խաղաղություն, որը կապված չի լինի Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան կամ մեկ այլի հետ։ Խափում են, որ ասում են կա Ղարաբաղյան շարժում, եւ այդ շարժումը հիմա ով շարունակում է, տանում է պատերազմի։ Հայաստանում Ղարաբաղյան շարժում գոյություն չունի, եւ այդ շարժումը ավարտված է, այդ էջն էլ փակված է։ Հիմա այս ինչ որ ուզում անի, փակում է Հայաստանի էջը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության սահմանադրության պրեամբուլայից նախաբանից հանել սահմանադրության պրեամբուլայից հանել անկախության հռչակագրի հղումը նշանակում է Հայաստանի ծննդականը մայր փաստաթղթի տակից հանել, այսինքն չկա նման պետություն։ Խաղաղությունը բրենդավորել են, կարծես թե միակ այդ խաղաղության տերը իրենք են։ Այսինքն խաղաղությունը որ լավ է, միայն իրենք են հասկանում։ Մենք էլ ենք ուզում խաղաղություն, բայց մենք ուզում ենք մի քիչ ավելի լավ, ավելի շատ խաղաղություն, քան իրենց ուզածն է։ Մեր ուզածը արժանապատիվ խաղաղությունն է։ Չկա այսօր որևէ մի ողջամիտ մարդ մեզանում, Հայաստանում, ով փորձի մտածել, որ այո, վաղը պատերազմը անխուսափելի եւ անհրաժեշտ է Հայաստանի համար։ Չկա այդպիսի բան, որովհետեւ դա առնվազն ասենք խելահեղություն է։